Աղջիկներ ջան, ողջույն եւս մեկ անգամ, սա արդեն չգիտեմ որ երրորդ մասն է, հիշեցնեմ որ նկարում եմ իմ դատարկ տարաները, նկարում եմ մաս ըստ բաժինների, որպեսզի ձեզ էլ նայելը լինի հաճելի եւ հնարավորինս ինֆորմատիվ։ Դե ինչ գնացինք, հիմա նայելու ենք արդեն խնամքի բաժինը։ Իմ սիրելի ձեռքի կրեմները, սա հին տարբերակն է, սա արդեն վերաթողարկված տարբերակը, եկեք նորի կոդ ասեմ 1396։ Մակասեք ինչ է մեզ օրին դրել, եթե երբևէ փորձել եք, անպայման նայեք, եթե տյուբիկը վերջանում է, կտրեք, տեսեք, թե ինչքան է մեջը մնում, ու իրոք ափսոսեք, որ իրանց տենն եք։ Որ իրոք ափսոսը, օրինակ վերջերս մի վարքյան ցույց տամ, դե վերջացել պիտի ցույց տամ ձեզ։ Այսպիսի ոտքի կրեմ ունեի, XXL չափի 1290 կոդով, շատ լավ է, որը երևի կտրել եմ արդեն մի շաբաթ, ու մի շաբաթը այսպես կտրած վիճակում եմ օգտագործում, այնպես որ ոչ մի կաթիլ աղբը մի նետեք, անպայման օգտագործեք այս լայֆհակը, բացեք, որպեսզի հետո ինքը չչորանա, այսպես ինչ որ հագցրեք եւ օգտագործեք նա զդարով ինչպես ասում են։ Մի խոսքով, որ արեթի եկավ սա էլ ձեզ ցույց տամ, այս ոտքի կրեմն ենք սպառել, սա իմ ձեռքի կրեմներն են, այստեղ էլ ունեմ ձեռքի կրեմները լավ շարքից եւ այսքանով ձեռքի կրեմներն ավարտվում են։ Այս չգիտեմ որ թվից է մնացել օմեգա հիտ շարք, չէ, օմեգան չի, կոլագեն շարքն է, երբեմն լինում է որ ընդհանրապես երբ արդեն որոշել եմ, հա, մինչև մի տուփը, մինչև վերջ չեմ սպառում, հաջորդը չեմ պատվիրում, քանի որ այսպես մնում է կիսատ ու հետո իրան չեմ անդրադառնում, հետո մինչև անդրադառնում եմ հասկանում, արդեն ժամկետն անցած լինում, դրա համար իրանց այդ օրին չեմ դրել։ Իրանք այնքան են ուշացել։ Օմեգա հիթի այս շարքը գիշերային եւ ցերեկային եւ իրանից ունեմ նաեւ իր լվացվելու գելը, շատ լավ շարք է, շատ սիրում եմ։ Չգիտեմ կհասցնեմ իրան անդրադառնալ թե չէ, քանի որ շատ մեծ ու բազմազան է մեր դեմքի խնամքը գիտեք, բայց շատ հավանել եմ ու խորհուրդ եմ տալիս։ Իմ մաշկը կոմբինացված է, շատ լավ գնում է, կոդային ասեմ 6739, 6736 եւ 6737։ Այլ ճիշտ ասած վերցեցի, բայց այդքան էլ մաշկից չեկավ, երևի ինքը ավելի նախատեսված է նորմալ մաշկի համար, հա, քանի որ ինձ մի քիչ էր, կամ իրեն կարելի է օգտագործել ավելի Ես եմ վերցրել մի քիչ սառը ժամանակներում, իրեն կարելի է օգտագործել ավելի թեթև կրեմ որպես ամառային շրջանում չեմ փորձել, բայց կարծում որ լավ կլինի, արտիկուլը ասեմ 1382։ Սա արդեն արփենիկի խնամքն է, N4W, գիտեք մաշկին պետք է սկսել խնամել շատ վաղ հարիկ տարիքից, որպեսզի հետո չունենանք խնդիրներ, ինչպես իմ դեպքում է եղել, հա, երկարատև չխնամելու արդյունքում ես իմ դպրոցահասակ տարիքում հասել էի դրան, որ ունեի շատ լուրջ ակնե, որը երկար տարիներ չէր անցնում ու ինձ համար մեծ բեռեր ու մեծ, չգիտեմ, կարող եմ չվախենալ այդ բառից, ասել որ դժբախտություն, քանի որ ինքը ինձ համար ձևավորեց լիքը կոմպլեքսներ, մի խոսքով չեմ ուզում հիշել այդ տարիները, բայց աղջկաս մաշկը սկսել են խնամել արդեն, քանի որ հայտնվել են առաջին պատանեկան հյուրերը անցանկալի եւ օգտագործում եք N4W, թեև միջոցը դեռահասների համար է նախատեսված, բայց կարող եք նաեւ յուղոտ մաշկի համար օգտագործել, քանի որ գելը ես ինքս էլ օգտագործում, շատ լավ գալիս է մաշկից։ Սև կետիկների դեմ նախատեսված այս միջոցը, որը իր մեջ ունի ցինկ եւ սալիցինա թթու ունի, գիտեք որ ինքը չորացնող էֆեկտ ունի, 0468 սրա կոդն է, 0466 գելի կոդն է, շատ լավն է, մշտապես վերցնում ենք եւ վերցնում ենք նաեւ բարբերաբար 0467 կոդով S41-ում միջոցը, որը եւ լվացելու համար է, եւ սկրաբ է, եւ մասկա։ Մենք իրեն օգտագործում ենք որպես մասկա, քանի որ եթե չգիտեք, իմացեք, եթե դեմքի կա դուրս տվածներ, սկրաբ օգտագործել չի կարելի, քանի որ դրանով վիճակը ավելի կբարդացնեք ու այդ դուրս տված բորբոքային օջախները ավելի կշատացնեք ու կտարածեք, այնպես որ իրան օգտագործում ենք որպես չորացնող մասկա, շատ լավն է, շատ գոհ ենք եւ կրկնակի բոլորը ունենք հենց հիմա էլի օգտագործում ենք։ Ինձ համար վերցել էի այսօր շարքես Մուցինով կրեմը, լվացվելու կրեմը, ասեմ որ 0397 է կոդը, շարքը շատ սիրում եմ, բայց հասկացա որ ինձ համար կրեմային նմանատիպ լվացվելու միջոցները այդքան էլ հարմար չեն, բայց շարքը լավն էր, ինձ հարմար չէր ուղղակի, այնպես որ Ես էլ այսպես, Oxology գիշերային կրեմը, չոր մաշկի համար, չոր եւ նորմալ մաշկի համար նախատեսված, քանի որ եթե կհիշեք, որոշ ժամանակ առաջ մաշկս լրիվ փոխել էր իր տիպը, կարելի է այսպես ասել, յուղոտ կոմբինացված մաշկից վերածել է չորի, որը հետո արդեն հասկացա, որ երկաթի պակասի հեմոգլոբինի ցածրության պատճառով է եւ խնամքս անմիջապես փոխեցի ու նաեւ սրացման պատճառն էր, որ ես զգալով դա շարունակում եի օգտագործել յուղոտ մաշկի համար նախատեսված միջոցներ, որը ավելի էր բնականաբար չորացնում յուղազրկում մաշկս եւ բերեց մի հատ այնպիսի շրջանի, որ ես արդեն ստիպված անցա չոր եւ նորմալ մաշկի համար նախատեսված խնամքի 36-92 շարքը առհասարակ շատ լավն է, ունի բոլոր տիպի մաշկերի համար,
չոր, նորմալ եւ բոլոր տիպի մաշկերի համար շատ լավ մեր թթվածնային կոմպլեքսն է պարունակում, անգերազանցելի եւ շատ բյուջետային միջոց է, կարող եք փորձել, եթե դեռ չեք փորձել։ Անցնելով առաջ նոր եմ սպառել Garderica շարքի իմ ամենասիրելի շարքն է 40+ ինքը, էլի վերցել եմ շատ չոր մաշկի համար միջոցը 1552, նոր կարող եմ ասել, որ մաշկս քիչ թե շատ խելքի եկել, բայց շարունակում եմ էլի օգտագործել նորմալ եւ չոր մաշկի համար նախատեսված միջոցներ։ Այս բանը օգտագործում եմ այս Global Oxygen-ի պիտացիլնի սնուցող կրեմը, որը բոլոր տիպի մաշկերի համար է կարծում եմ, բայց շատ լավ գալիս է մաշկից։ Եվս մեկ իմ սիրելի շարքերից հիալուրոն կան, էլի ունի միջոցներ, չեմ գտնում ինչ եմ արել, սա ցերեկային կրեմն է հիալուրոնակայի, իր մեջ ունի ցածր մոլեկուլյար հիալուրոնաթթու, ցածր մոլեկուլյարը դա նշանակում է, որ ինքը թափանցի մաշկի ավելի խորը շերտեր եւ ավելի խորքից ու լավ կսնուցի եւ կխոնավեցնի ձեր մաշկ 28-17 կոդը 50 մլ տարողությունը։ Դեմքի այս շարքը շատ եմ սիրում, տեսեք այստեղ էլի ունեմ, մոռացել էի դնել, որ ցույց տալ, ինքը շարքը այսպեսի տեսք ունի, սա ճիշտ ասած կտրել էի, որ օգտագործեի, հետո հասկացա, որ այնքան եմ թողել արդեն հնացել է, պետք է գցել, կոդը 2859 30 մլ է, շատ լավ միջոց է, ինքը կոնցենտրատ, որի մեջ պարունակում է, հեսա ասեմ ինչ է պարունակում, մեջ վիտամին C ունի շարքը ընդհանուր եւ նաեւ իր գիշերային կրեմն էի վերցրել, կրեմ մասկան շատ լավն է, շատ եմ սիրում, խոսքով իր մեջ ունի նիացինամիդը օգնում է, եթե ունեք ծակոտիներ, դրանք ավելի նեղացնելու, փակելու եւ ունի վիտամին C, իսկ վիտամին C-ն, եթե կան դեմքին պիգմենտացիա, իդեպ ես ունեի շատ խորը պիգմենտացիա դեմքիս վրա եւ այստեղ մի հատ ավելի մեծ ունի, ինչպես կարող եք զգալ, ինքը համարյա թե աննկատ է դարձել, եթե ֆիքսել եք եւ վիտամին C-ի շնորհքն է դա, իր մեջ ունի նաեւ վիտամին B3 եւ վիտամին E, շատ լավ շարք է, ինքը շատ սիրում եմ եւ պարբերաբար որպես սևրտկա իրան վերցնում եմ, դե սա էլ շատ սիրում եմ, ու էլի պարբերաբար իրան անդրադառնում եմ, եկեք արտիկուլներն ասեմ, գուցե կհետաքրքրի, կրեմի արտիկուլ, սա գիշերայինն է, որ գտնեմ ձեզ կասեմ, դա 2857, իսկ 2859 սևրտկայի հայրեն անունը չեմ հիշում հենց հիմա, բայց շատ լավ միջոց է, անպայման վերցրի, շատ լավ հոտ ունի, եթե ինչ-որ մեկի համար կարևոր, իմ համար շատ կարևոր է հոտերը, եւ հոտերից խոսեցի, ու այստեղ ցույց տամ մի հատ հավես միջոց, որը կարծես թե դուրս է եկել արտադրությունից, որն ես չեմ տեսնում, առաջ մնացորդները քաղցրեն բաժնում է իրան փնտրում, մեկը ունեմ, շատ խնամքով օգտագործում եմ, հրաշալի հոտ ունի, չգիտեմ, շատ եմ ափսոսում, որ իր հետ շատ ուշ ծանոթացա, բայց ինչևէ կոդը չեմ ասի, բայց կասեմ շատ լավ միջոց է ու մեծ հույսեր ունեմ, որ ինքը կվերաթողարկվի, ինքը իր մեջ ունի նաեւ իվարկեն ասեմ ինչ ունի, այդ բառը չեմ կարողանում մտապահել, որը ինքը երեկոյան օգտագործման համար է նախատեսված, լավ չեմ գտնի, բայց նպաստում եմ, որպեսզի երեկոյան լավ քնեք, իրան նախորդ դրում ոչ միայն մարմին փչել, այլ նաեւ փչել բարձրին, այդքան պատմում եմ, բայց ինքը չկա, շատ լավն է, խնդրում եմ վերաթողարկեք։ Դեմքի լվացվելու գել անփոխարինելի, շատ լավն է, շատ սիրում եմ ու իրան շատ հաճախ եմ անդրադառնում, եթե նկատել եք 36-83 շատ տարողունակ է, շատ լավն է, շատ հավես է եւ շատ արդյունավետ։ Այսպիսի կրեմ XXL-ը ցույց տվեցի, սա փոքր տարբերակն է, սա մաշել ենք, այսպիսի մազերի միջոց 210, այդպես է կոդը 17-1-ում, շատ լավ միջոց է, շատ հավանեցինք, երևի նորից կպատվիրեմ, միակ իրաթերությունը, ինքը այսպես պրայով է գալիս, բայց ինքը կրեմանման զանգված է, միակ իրաթերությունն այն է, որ ահագին տակը մնացել է, ոչ մի կերպ սրանով դուրս չես բերի եւ չգիտեմ, երևի բռնեմ իրան էլ կտրեմ, որպեսզի միջից հանեմ։ Ասեցինք, չէ, ոչ մի կաթիլ աղբա, պետք է մինչև վերջ օգտագործել, շատ լավ միջոց է, խորհուրդ եմ տալիս։ Ահա, այսպիսի անտիպրեսպիրանտներ լակրեմ շարք իմ սիրելի, որը պարբերաբար վերցնում եմ, Ideon ավելի շատ փչացեցինք, քան օգտագործեցինք, բայց շատ լավն է, շատ հավանեցի, եւս մեկը վերցրել եմ 3716 սրակոդը, նա մեկ ուրիշն է վերցրել, մեկ ուրիշ հոտովը։ Այստեղ մազերի համար նախատեսված սալոնքերի շարքի Smart Keratin շարքի այսպիսի միջոց, որը էլի շատ սիրում եմ ընդհանուր շարքը, գիտեք, սպառել ենք այսպիսի Nude Illusion-ի կրեմը SPF 25-ով, շատ լավ միջոց է, երեխեք ջան, եւ նախատեսված է 12+ տարիքի համար, երբեմն երբ լավ տեղ են գնում, աղջիկ ասել եմ, այսպես սկսում, դեմքին ինքը նստում է շատ, ինքը տինտա, դեմքի տինտա, ինքը դեմքին նստում է շատ հավասարաչափ, դեմքին տալիս է յուրահատուկ փայլ, մի խոսքով, լրիվ թարմացնում է, անտիր միջոց է, մի քանի բանով է գալիս, 63-56, ես չեմ հիշում, ես անդադար փոխում եմ իրանց, ու շատ սիրում եմ։
Եվ հիալուրոն կաշառքից նաև վերջացրել էի այսպիսի լոսյոն դեմքի համար, սա արդեն ամուսինս է սպառել, եւ այս միջոցի մասն եմ ուզում խոսել Pena для бритья, շատ լավն է, 200 մլ տարողությունը, շատ հաճելի է, որ նման միջոցը արդեն կա հատուկ կանանց համար, ես դիվար չեն գողանալ տղամարդկանցը, շատ հաճելի հոտ ունի, շատ լավն է, շատ հավանել եմ, կոդը 3541, եթե ինչ-որ մեկին կհետաքրքրի, այստեղ մնաց նաև այսօր շարքի հիդրոգելային յուղը, որը ես էլի շատ սիրում եմ, իր մասին շատ եմ խոսել, եթե ունեք յուղոտ մաշկ հատկապես շատ ձեզ կօգնի, բայց միակ խնդրանքս է, եթե իրան օգտագործում եք, չտարվեք իր օգտագործումով, օգտագործեք հիմնականում եթե շատ ծանր մակիաժ կա դեմքին, ու պետք է իդեալական դեմքը մաքրել, որտեվ իրանից լավ ոչ մեկ այդ հարցը չի լուծի, բայց եթե տարվեք ու հատկապես եթե ունեք նորմալ ու չոր մաշկ, սկսեք ամեն օր օգտագործել, կունենաք խնդիրներ, քանի որ ինքը ավելի չորացնում է մաշկը, իսկ յուղոտ մաշկի համար էլ յուղոտ մաշկը մի քիչ կարող է իրան ավելի թույլ տալ, ավելի շատ օգտագործել, քան չոր ու նորմալ մաշկերը, շատ լավ միջոց է, 0.44, շատ երկար է ծառայում է, մի խոսքով խորհուրդ եմ տալիս։ Այստեղ զիմաշարքի գրեմ, որին գնելու պահից ի վեր ուզում եի ձեզ անդադ պատմել, որ ինքը շատ լավն է, չպատմեցի, այսպես վերջացավ, այս ֆորմատով եմ ասում, որ ինքը շատ լավն է, 150 մլ, 12.24, չգիտեմ արդեն կա թե չկա պահեստում, գուցեև չկա, կարծես թե վերջ, չէ, վերջ չէ, սպառել ենք այսպիսի Ideoյի սպրեյ աղջիկների համար 6800 եւ այսպես աղբն եմ նետում, երկու միջոց տղամարդկանց խնամքի համար իշխանք արդեն չկա էլ եւ կոդն ունեմ, թե ինչ եմ նայում, դեմքի համար կրեմ է եւ խնամք բարադա մորուքի համար խնամք, որը գնում է աղբը, քանի որ ժամկետն անցել է, այս տղամարդիկ եւ այլևս երբեք ես նման միջոցներ չեմ գնի ամուսնուս համար կբավարարվենք միայն սրանով ինչ հեշտ է չէ տղամարդկանց գործը շատ հեշտ է, տարբերություններ շատ հեշտ է։ Կարծես թե այսքանը վերջ, շնորհակալ եմ որ նայեցիք եւ մնաց մի մաս ընդհանրապես։ Լավ եղեք, հավանեք վիդեոն եւ միացեք ալիքին, եթե դեռ չեք։